2026 թվականը կլինի տարբեր նախորդ տարիներից, ոչ թե որովհետև այն կկենդանանա պայթյունով, այլ որովհետև ձեր գործերի և ներդրումների մեղեդին կհնչի նորովի, ավելի հանգիստ այնտեղ, որտեղ կարգապահությունն էր պահանջվում, ավելի պայծառ այնտեղ, որտեղ նախկինում թույլ եք տալիս անվճռականություն։ Որոշ նշանների համար սա կլինի մի տարի, երբ էներգիան կվերածվի կայուն եկամտի, մինչդեռ մյուսների համար դա կլինի հնարավորություն վերակառուցելու իրենց եկամտի աղբյուրները, որպեսզի նրանք ավելի հաճախ և հուսալիորեն ծառայեն։ Ձեզ կներկայացնենք 7 նշանների մանրամասն վերլուծություն, որը իրավիճակները կլինեն հիմնական, որտեղից կարելի է ակնկալել եկամուտ, ինչ թակարդներից խուսափել և ինչպես լավագույնս կառավարել ավելացված ռեսուրսները։ Խոհեր։ Տարի, երբ արագությունը ձևավորվում է։ 2026 թվականին խոհերը կհայտնաբերեն, որ արագությունը կարող է աշխատել աճը պահպանելու համար, եթե աջակցվի պլանավորմամբ։ Ձեր բնական վճռականությունը կգրավի նախաձեռնողականությունը գնահատող նախագծեր, ստարտափեր, արագ մեկնարկող նախագծեր և սեղմ ժամկետներով և բարձր շահույթի պայմանագրեր։ Շահույթը ամենայն հավանականությամբ կգա կարճաժամկետ, բայց կրկնվող պատվերներից։ Հաճախորդները, ովքեր համոզված են ձեր արդյունավետության մեջ, կվերադառնան։ Կարևորը չշտապել ամեն ինչի մեջ, ձևակերպել պայմանագրեր, բանակցել վճարման պայմանների շուրջ և մտածել ռիսկերի ապահովագրության մասին։ Այս տարի ձեզ համար լավագույն ներդրումը գործընթացների ավտոմատացումն ու առօրյա առաջադրանքների պատվիրակումն է։ Սա կպահպանի ձեր թափը և ժամանակ կստեղծի նոր նախաձեռնությունների համար։ Զգացմունքային առումով 2026 թվականը կբերի բավարարվածություն շոշափելի արդյունքներից, բայց կայուն բարեկեցության համար արժե համատեղ ֆիզիկական ակտիվությունը ֆինանսական կարգապահության հետ։ Կարիճներ։ Տարի, երբ ուշադրությունը վերածվում է կապիտալի։ Կարիճները կօգտվեն ավելի խորը տեսնելու իրենց ունակությունից։ Շահավետ գործարքները, բիզնեսի վերակառուցման թաքնված հնարավորությունները և բարձր արժեք ունեցող նախագծերին մասնակցությունը կարող են զգալի շահույթ բերել։ Ձեր ուժեղ տեղեկատվության հետ աշխատելու և ձեր շահերը պաշտպանող պայմանների բանակցելու մեջ է։ Հավանական են բաժնետոմսերի մասնակցության կամ խորհրդատվական հնարավորությունների առաջարկներ, որտեղ դուք կարող եք դրամայնացնել ձեր փորձը։ Բայց հիշեք, իշխանությունն ու փողը ձեռք ձեռքի տված են գնում պատասխանատվության հետ, ուստի կարևոր է ստեղծել թափանցիկ վերահսկողության մեխանիզմներ և իրական պաշտպանություն։ Օգտակար է ստեղծել անվտանգության ցանց ձեր անձնական բյուջեում, պահոստներ, որոնք նախատեսված են անկանխատեսելի իրավիճակների համար և ռիսկային ներդրումներից դուրս գալու ծրագիր։ Այս տարին հնարավորություն է տալիս զգալիորեն ամրապնդել ձեր դիրքերը, եթե գործեք խոհեմությամբ, այլ ոչ թե հպարտությամբ։ Ցուլեր։ Տարի, երբ կայունությունը կընդունի եկամտի տեսք։ 2026 թվականին ցուլը հավանաբար կտեսնի երկարաժամկետ համբերատար ներդրումների արդյունքները։ Անշարժ գույքը, դիվիդենդ վճարող ակտիվները, պահպանողական պորտֆելները և երկար վճարման ժամկետներով նախագծերը կսկսեն իրական եկամուտ ստեղծել։ Ձեր ֆինանսական պահպանողականության տաղանդը կպարգևատրվի, հնարավոր են շահավետ գործարքներ այն ոլորտներում, որոնք գնահատում են որակը և հուսալիությունը։ Այնուամենայնիվ, կարևոր է չափազանց անգործուն չլինել, բայց միտք ունեցեք ծախսերը օպտիմալացնելու հնարավորությունների և եկամտի այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ, որոնք չեն հակասում ձեր կայունության հակմանը։ Ձեր անձնական կյանքում ձեր ֆինանսական հաջողությունը կբարելավվի, եթե թույլ տաք ինքներդ ձեզ մի փոքր փորձարկել կապիտալի բաշխումը։ Կարող եք որոշ միջոցներ պահել իրացվելի գործիքներում անհապաղ շահույթ ստանալու համար, առանց զոհաբերելու ձեր հիմնական անվտանգության ցանցը։ Խեցգետիններ։ Տարի, երբ տունը և փողը գտնում են ընդհանուր ռիթմ։ Խեցգետինները կտեսնեն, որ ֆինանսական հաջողությունը գալիս է այն պահի հանդեպ հոգատարությունից, որը աջակցություն է տրամադրում տուն, ավարտված նախագծեր, կայուն պայմանագրեր այն հաճախորդների հետ, որոնց դուք երկար ժամանակ աջակցել եք։ Եկամտի աճը կարող է դրսևորվել պաշտոնի բարձրացման, ընտանեկան բիզնեսի կամ անշարժ գույքի վաճառքի կամ շահավետ վարձակալության տեսքով։ Ֆինանսական որոշումների հուզական բաղադրիչը կարևոր կլինի։ Դուք ավելի շատ եք վաստակում, երբ զգում եք նպատակասլացություն ձեր արածի մեջ։ Այնուամենայնիվ, պաշտպանեք ձեզ իմպուլսիվ ծախսերի որոշումներից, որոնք պայմանավորված են անհապաղ հարմարավետության ցանկությամբ։ Ներդրումներ կատարեք այն բանի մեջ, ինչը կբարձրացնի ձեր երկարաժամկետ կայունությունը, կրթություն տան բարելավումներ կամ մասնագիտական սարքավորումներ։ Այս տարի նպատակահարմար է ստեղծել ընտանեկան ֆինանսական պլան։ Բյուջեի քննարկումը սիրելիների հետ կօգնի խուսափել կոնֆլիկտներից և ուղղորդել ձեր գումարը այնտեղ, որտեղ այն կծառայի ընդհանուր բարօրությանը։ Առյուծներ։
տարի, երբ ձեր բեմը դիվիդենտներ կվճարի։ Առյուծները կշահեն այն նախագծերից, որտեղ տեսանելիությունն ու ազդեցությունը ուղղակիորեն կփոխակերպվեն եկամտի ստեղծագործական ձեռնարկություններ, անձնական բրենդինգ, վերապատրաստումներ եւ հրապարակային ելույթներ։ Այս տարին բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստ են ցուցադրել արդյունքներ եւ դրամայնացնել իրենց ձայնը։ Դասընթացների մեկնարկը, օրիգինալ ապրանքների վաճառքը եւ առևտրային արշավներին մասնակցելը կապահովի շահույթ եւ կամրապնդի նրանց հեղինակությունը։ Կարևոր է համատեղել հավակնությունը լավ մտածված մարքեթինգային ռազմավարության հետ։ Ներդրումներ կատարեք բարձրորակ ներկայացման եւ բիզնեսի գործառնական կողմը կառավարող մարդկանց հետ։ Մի վատնեք ռեսուրսները կարգավիճակի վրա։ Ավելի լավ է դրանք ուղղորդել այնպիսի համակարգերի ստեղծմանը, որոնք կպահպանեն եկամուտը երկարաժամկետ հեռանկարում։ 2026 թվականին անձնական ճանաչումը կարող է բացել դուռը շահավետ պայմանագրերի, եթե պատրաստ եք աշխատել թիմի հետ եւ կիսվել հաջողությամբ։ Ձկներ, տարի, երբ ինտուիցիան գտնում է փողի լեզուն։ Ձկները կհայտնաբերեն, որ ստեղծագործական եւ հուզական արձագանքը կարող է եւ պետք է վերածվի եկամտի կայուն աղբյուրների։ Դուք կհաղթեք, եթե կարողանաք ձեր զգայունությունը փաթեթավորել կոնկրետ առաջարկների մեջ, օրիգինալ նախագծեր, թերապևտիկ պրակտիկաներ, ստեղծագործական ծառայություններ եւ իմաստ ունեցող ապրանքներ։ Ֆինանսական հաջողությունը կգա նրանց մոտ, ովքեր կսովորեն ոգեշնչումը համատեղել պարզ վաճառքի համակարգերի հետ, գնագոյացում, առաջխաղացման ուղիներ եւ պայմանագրային շրջանակներ։ Կարևոր է խուսափել չափազանց առատաձեռնությունից։ Օգնելը լավ է, բայց բիզնեսում դուք պետք է հաշվի առնեք ձեր ծառայությունների արժեքը։ Խորհուրդ է տրվում տարեկան պահուստ եւ պասիվ եկամտի նպատակ առանձնացնել։ Նույնիսկ փոքր, բայց կանոնավոր ներհոսքը ձեզ ազատություն կտա ստեղծագործելու առանց մշտական անհանգստության։ Ջրհոսներ, տարի, երբ գաղափարը դառնում է ապրանք։ Ջրհոսները կշահեն այն ոլորտներում, որտեղ նորարարությունն ու սոցիալական ազդեցությունը գնահատվում են։ Տեխնոլոգիական ստարտափներ, կոլեկտիվ նախագծեր, ցանցային նախաձեռնություններ եւ կայուն լուծումների հետ կապված ոլորտներ։ 2026 թվականը կարող է բերել արտաքին ֆինանսավորում, գործընկերներ կամ գաղափարների մասշտաբավորման հարթակներ։ Եթե նախապես պատրաստ եք դրամայնացման մոդել եւ հստակ նկարագրեք, թե ինչպես է ձեր առաջարկվող ապրանքը լուծում խնդիրը։ Ձեր մարտահրավերն է վերացական հասկացությունները վերածել հստակ տնտեսական մոդելների, ով է վճարում, ինչի համար եւ ինչու։ Եթե կարողանաք իրականացնել այս անցումը, եկամուտն ու ազդեցությունը միաժամանակ կաճեն։ Խելամտորեն դիվերսիֆիկացրեք, որոշ ռեսուրսներ հատկացրեք հետազոտություններին եւ զարգացմանը, որոշները առևտրայնացմանը, իսկ որոշները ռիսկերի կառավարման համար նախատեսված պահուստին։